Բարի եւ ողջունյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Շնորհ ու խաղաղություն Աստծուց թող լինի ամենքիս հետ։ Այսօր ուզում եմ սկսել խրատի դիսցիպլինայի մասին հորդորով Եբրայեցիների գրքից 12 գլուխ 4-ից 11 խոսքեր։ Սա է ասվում. դուք դեռ արյուն թափելու չափ չեք պատերազմել մեղքին հակառակ կանգնելու եւ մոռացել եք այն խրատը, որով ձեզ հետ Աստված խոսում է իբրև որդիների։ Որդյակին, Տիրոջ խրատը մի անարգիր եւ ոչ էլ նրանից հանդիմանվելու ժամանակ վհատվիր, որովհետեւ Տերը ում սիրում է, խրատում է, պատժում է ամեն զավակի, որին ընդունում է։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ իբրև որդիների կվարվի։ Որ որդու հայրը չի խրատում, բայց եթե առանց խրատի մնաք, որին բոլորն են մասնակից, ուրեմն խորթեք եւ ոչ հարազատ որդիներ։ Մենք եւս մեր մարմնավոր հայրերին խրատող ունենալով նրանցից ամաչում ենք, որ չափ առավել պետք է հոգիների հորը, այսինքն Աստծուն, հնազանդվենք, որ ապրենք։ Որովհետև սրանք մի որոշ ժամանակ ըստ իրենց կամքի էին խրատում, այսինքն մեր երկնային ծնողները, բայց Աստված մեր օգուտի համար, որպեսզի Աստծո սրբությանը հաղորդակից լինենք։ Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո խրատով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։ Մենք հասկանում ենք, որ Աստված խրատով ու դիսցիպլինայով փորձում է մեր հավատը, մեր հնազանդությունը, մեր խոնարհությունը։ Եվ դա արվում է, որպեսզի մենք իր սրբությունը կիսողներ լինենք։ Եվ այն սկզբից շատ դժվար է լինում, բայց բարի պտուղ է բերում, բարի արդյունք է բերում մեր կյանք։ Եվ Աստված դա անում է, որտև նա սիրող հայր է։ Ոչ մի ծնող, ով իրապես սիրում է իր երեխային, բացի թողի, չի թողնի, այլ կուզենա ճիշտ ուղղորդել նրան, իսկ Աստված ամենալավ հայրն է։ Դիսցիպլինան, խրատը, այո, իսկապես շատ ծանր է, երբ որ ասվում է, ոչ ոք, մեզնից ոչ ոք չի սիրում քննադատություն, չի սիրում դիսցիպլինա ու խրատ։ Բայց երբ որ այդ դառը դեղահաբը կուլ ենք տալիս, համբերում ենք, բարի պտուղներ անպայման ստանում ենք։ Թող խրատ ընդունող սրտեր ունենանք, Աստծո խրատը լսող ականջներ ունենանք եւ հիշենք, որ Աստված խրատում է իր խոսքով, Աստված խրատում է հանգամանքների միջոցով, փորձությունների միջոցով, բայց նաև մարդկանց միջոցով, մարդկանց բերանով։ Բաց լինենք Աստծո գործի համար, որքան էլ որ այն տհաճ լինի, մեր ամբողջ մարմինը, մեր էգոն ասի դեմ եմ, հասկանանք, որ Աստծո ձեռքի տակ խոնարհվելով նա մեզ կբարձրացնի, բայց եթե հակառակվենք Աստծուն, ապա նա մեզ այնքան կիջացնի, մինչև որ խելքի գանք։ Աստված սիրում է մեզ, բայց սիրել չի նշանակում թույլ տալ մեր գլխին եկած մտքին եկած ամեն բան անել, սիրել չի նշանակում բացի թողի թողնել որևէ մեկին։ Աստվածային ազատությունը դա անարխիա չէ, այլ կարգ ու կանոնի ազատություն։ Կարող է հակասական է հնչում, բայց դա այդպես է։ Իմ աղոթքն է նա, որ ամեն մեկս մեր տեղում, մեր հանգամանքներում թույլ տանք, որ Աստված գործի մեր հետ, մեզ փոխի։ Մեզ, ամեն մեկիս, մեր տեղում։ Հիսուսի անունով աղոթեցինք։ Ամեն։ Իսկ հիմա եկեք անդրադառնանք Թոմաս Ջոնսոնի կռապաշտությունը դարերի մեղքը գրքի ընթերցանության
ու մեկնաբանության շարունակությանը մենք վերջին գլխում ենք 8-րդ գլխում եւ հարց ու պատասխանի մեջ ենք։ Այսօր 5-րդ մասն է, նախավերջինը, կռապաշտության գործընթացը, կռապաշտության process-ը։ Առաջին հարց. Սահմանեք ինչ են ցանկասիրությունը, տրփանքը, տենչանքը, փափագը կռապաշտության process-ում։ Այդ ուժեղ ցանկությունները ինչ են իրենցից ներկայացնում։ Ցանկասիրությունը, տրփանքը, տենչանքը, փափագը այն ցանկություններն են, որոնք չափից դուրս ուժեղ են դարձել եւ ստիպում ու դրդում են մարդուն ամուր կառչել իրենց ուզածից, ինչ էլ որ դա լինի, ու թույլ չտալ, որ Աստված վետո դնի դրանց վրա, ոչ ասի դրանց։ Ի տարբերություն սովորական ցանկությունների, որոնք մենք կարող ենք ենթարկել Աստծո կամքին, ցանկասիրությունը, տրփանքը, տենչանքը, այս ուժեղ ցանկությունները բացահայտում են Աստծո հանդեպ վստահության պակասը մեր մեջ եւ այն համառությունը, որով մենք պատրաստ ենք ցանկացած գնով ինչ-որ բան ունենալ, մեր սրտի ուզածին հասնել։ Այսինքն այս ուժեղ ցանկությունները ցույց են տալիս, որ մենք Աստծուն չենք վստահում եւ համառ ենք եւ ամեն գնով ուզում ենք անել այն, ինչ մենք ենք ցանկանում։ Շատ էական է ու կարևոր է, որ մենք թույլ տանք, որ Աստված վետո դնի մեր ցանկությունների վրա, քանի որ դա մեզ ավելի շատ կախվածության մեջ կպահի Աստծուց, ով ճշմարտության Աստվածն է, քան թե մեր սեփական կրքերից ու ցանկություններից։ Հաջորդ հարցը. ամփոփեք որոշման եւ պահանջի դերը կռապաշտության process-ի մեջ։ Երբ ցանկությունը վերածվում է այդ ուժեղ տրփանքին, անկախ ամեն ինչից հետամուտ լինելու որոշման, այն դառնում է կուռք։ Ունեիր այդ ցանկությունը, իսկ հիմա վերածվում է որոշման, որ ինչ էլ լինի, ոնց էլ լինի, ես հասնելու եմ իմ ուզածին, դա դառնում է կուռք։ Երբ մենք հրաժարվում ենք բաց թողնել, մի կողմ դնել մեր ցանկությունը, ոչ ասել մեր ցանկությանը, դա ցույց է տալիս, որ մենք ընտրում ենք վստահել մեր այդ ցանկությանը, քան թե Աստծուն ապավինել, եւ դա մղում է մեզ երկրպագելու մեր ցանկությունը եւ այն, ինչ մենք ցանկանում ենք։ Իսկ պահանջի փուլը ուժեղացնում է ու ինտենսիվացնում է ամեն բան ու դրդում է, որ մենք այդ ցանկությունը որպես կարիք տեսնենք։ Այն ստիպում է մեզ, որ մենք սկսում ենք հավատալ, որ մենք չենք կարող ապրել առանց այդ մեր ուզածի, եւ այդ ժամանակ կռապաշտությունը սկսվում է արմատավորվել մեր մեջ, երբ մենք սկսում ենք մանիպուլացնել ու շահարկել հանգամանքները կամ մարդկանց մեր ուզածին հասնելու համար։ Որպեսզի այս հարց ու պատասխանը սխալ չհասկանանք ու կոնտեքստից դուրս, կառաջարկեմ, որ դուք նորից լսեք այդ դասը կռապաշտության 7 փուլերը, որպեսզի սա ավելի հասկանալի լինի։ Հաջորդ հարցը. նկարագրեք ակնկալելու եւ հիասթափության գործընթացը կռապաշտության այդ փուլերի մեջ։ Երբ մեր սրտի տրփանքի հանդեպ պահանջը աճում է, մեր մեջ զարգացնում ենք հաջորդ էտապը, ակնկալիքի էտապը, եւ մենք ակնկալում ենք, որ մեր կուռքը կկատարի մեր ցանկությունները։ Երբ այս ակնկալիքը չի արդարացվում, դրան հետևում է հիասթափությունը։ Այս հիասթափությունը հաճախ հանգեցնում է կուռքի հանդեպ վրդովմունքի, զայրույթի, օրինակ անձի կամ կարիերայի հանդեպ եւ այլն, որ մեր ուզածը դրանք չեն տրամադրում, ու սա էլ բերում է իր հերթին հարաբերությունների սրման եւ ներքին կոնֆլիկտի առաջացման։ Այս փուլը ընդգծում է, թե ինչպես են կուռքերը անզոր բավարարելու մեր կարիքները, այնպես ինչպես Աստված կարող է բավարարել։ Հաջորդ հարցը. բացատրեք կռապաշտության պատժի փուլը։ Պատժի փուլում կռապաշտը փորձում է վերահսկել, կոնտրոլի ենթարկել կուռքին կամ ստիպել,
պարտադրել կուռքին կատարել իր պահանջները։ Սա կարող է ներառել բանավոր մանիպուլյացիա, բանավոր հայհոյանքներ, խոսքերով, վիրավորանքներ, ստորացում, նվաստացում, զգացմունքային բռնություն, էմոցիոնալ բռնություն և նույնիսկ ֆիզիկական բռնություն։ Ընդհանուր վարքագիծը նման մարդու ներառում է ամեն կարգի հայհոյանքները, վիրավորանքները, ստորացումները, իր մեղքը ուրիշի վրա գցելը, ուրիշին միշտ մեղավոր գտնելը և վերահսկման կոնտրոլի միջոցներ օգտագործելը։ Պատժի նպատակն է ճնշում գործադրել կուռքի վրա, բավարարելու կռապաշտի ակնկալիքները, թեև դա ի վերջո հանգեցնում է ավելի խորը հարաբերությունների վնասի, դժգոհության և հիասթափության։ Հաջորդ հարցը. որոնք են մահվան 4 տեսակները, որ կռապաշտությունը կարող է հանգեցնել։ Առաջինը՝ հոգևոր մահ, երբ մարդու սիրտը շրջվում է Աստծուց, տեղի է ունենում լիակատար օտարացում Աստծուց, ինչը հանգեցնում է հույսի կորստի և Աստծո ներկայությունից բաժանվելուն։ Երկրորդը՝ հարաբերությունների մահ։ Հարաբերությունները վատանում են մանիպուլյացիաների, չբավարարված ակնկալիքների և իսկական սիրո բացակայության պատճառով, ինչը հանգեցնում է մեկուսացման և կոտրված, խաթարված կապերի։ Հետևաբար, հարաբերությունները մեռնում են։ Զգացմունքային, էմոցիոնալ մահ։ Զգացմունքային խաղաղությունն ու կայունությունը մեռնում են, քանի որ կռապաշտությունը բերում է մշտական խառնաշփոթ, անհանգստություն, տագնապ, մտքի շփոթություն, և կռապաշտը դառնում է հուզականորեն անկայուն և տարանջատված, նրա զգացմունքները կարծես բթանում են, դառնում է հուսահատ։ Չորրորդ՝ ֆիզիկական մահ։ Ֆիզիկական մահը կարող է առաջանալ ինքնավնասման կամ սթրեսի հետևանքով, որը անվերահսկելի կռապաշտությունը դնում է մարդու մարմնի վրա։ Որոշ դեպքերում Աստված կարող է միջամտել վերջ դնելու մարդու կյանքին մշտական ու խորը կռապաշտության պատճառով։ Հիմա այդ կռապաշտության փուլերի դասի ընթացքում հեղինակը նորից օրինակ սցենար էր բերել։ Մենք վերհիշենք այդ օրինակ սցենարը և հետո պատասխանենք հարցերին, ևս որպեսզի այդ օրինակով մենք էլ մեզ քննենք ու սովորենք։ Սառան իր կարիերայում ձգտում էր հաջողության և պաշտոնի առաջընթացի, հավատալով, որ ֆինանսական ապահովությունը իրեն խաղաղություն և բավարարվածություն կտա։ Նա աշխատում է անխոնջ և ակնկալում է, որ աշխատանքն ապահովելու է իր բոլոր կարիքները, ապահովելու է այն ամենը, ինչ իրեն իր կարծիքով պետք է։ Այնուամենայնիվ, երբ Սառան առաջադիմում է իր կարիերայում, նա դառնում է ավելի ու ավելի դժգոհ, նրա մեջ չկա այդ բավարարվածությունը, որն ուզում էր ու կարծում էր, որ իր կարիերայի մեջ առաջադիմությունը կբերի իրեն, ու Սառայի մեջ բարձրանում է հիասթափության զգացողությունը, որ իր ձեռքբերումները չեն բերում իր ուզած, իր ակնկալած խաղաղության ու բավարարվածության զգացումը։ Եվ Սառան հաճախ իր վրդովմունքը թափում է իր գործընկերների վրա և զայրույթ է զգում իր աշխատանքի նկատմամբ։ Ելնելով կռապաշտության գործընթացից, կռապաշտության ո՞ր փուլում է Սառան գտնվում և ինչպես է նրա կարիերան կուռք դարձել Սառայի համար։ Պատասխան. Սառան կարծես հիասթափության փուլում է, քանի որ նա հիասթափված է, որ իր կարիերան, իր առաջընթացը չի ապահովել իր ակնկալած բաները։ Հնարավոր է, որ իր կարիերան Սառայի համար կուռք է դարձել, քանի որ Սառան հավատում է, որ իր կարիերան իրեն ապահովություն և խաղաղություն կտա, բաներ, որոնք միայն Աստված կարող է իսկապես ապահովել։ Սառայի հիասթափությունը գործընկերներից ցույց է տալիս, որ նա կարող է գտնվում է
պատժի փուլում ու պատժում է իր գոլեգաներին, որը արդյունք է Սարայի չիրականացված ակնկալիքների։ Իսկ ինչ քայլեր կարող է Սառան ձեռնարկել, որպեսզի իր ցանկությունները վերադասավորի Աստծուն երկրպագելու հետ, այլ ոչ թե իր կարիերայից կախվածության մեջ մնա։ Սառան կարող է նախ խոստովանել Աստծուն, որ իր կարիերայից նման կախվածության մեջ է ընկել, որ ինքը իր կարիերան կուռք է դարձրել, ապաշխարի դրա համար ու խնդրի Աստծուն, որ Աստված օգնի իրեն, որ ինքը իր հույսը խաղաղության, բավարարվածության ու իր կարիքների համար դնի Աստծո վրա եւ ոչ թե իր կարիերայի վրա։ Սա չի նշանակում, որ ինքը չպիտի աշխատի, առաջադիմություն կարիերայի մեջ չպիտի ունենա, ոչ, այլ հույսը ինչի վրա է դնում, ում է ապավեն համարում Աստծուն, թե իր աշխատանքին։ Սառան նաև կարիք ունի կարդալու Աստվածաշունչը եւ հաճախ խորհելու այնպիսի հատվածների շուրջ, որոնք խոսում են Աստծո հավատարմության ու Աստծո հոգացության մասին, եւ որ մենք պետք է նախ փնտրենք Աստծո թագավորությունը։ Օրինակ, Մատթեոս 6-րդ գլխից 25-33 խոսքերը։ Եկեք հիմա մենք էլ այն կարդանք եւ սնվենք ու հասկանանք։ Հիսուսն է սա ասում. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. մի հոգացեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն առավել է, քան կերակուրը եւ մարմինն առավել է, քան հագուստը»։ Հիմա Հիսուսը չի ասում ոչ հաց կերեք, ոչ հագնվեք, այլ ասում է դարդ մի արեք, դա մի դարձրեք ձեր կյանքի կենտրոնը, հոգս մի դարձրեք։ Նայեք երկնքի թռչուններին, ասում է Հիսուսը, որոնք ոչ սերմանում են, ոչ հնձում են եւ ոչ էլ շտեմարանների մեջ ամբարում, եւ ձեր երկնավոր Հայրը Աստված նրանց կերակրում է։ Չէ՞ որ դուք առավել եք, քան այդ թռչունները։ Ձեզանից ով կարող է հոգալով իր հասակի վրա եւս մի կանգուն ավելացնել։ Ասում է դարդ անելով ձեր մարմնին մի սանտիմետր կարաք ավելացնեք, չեք կարող։ Եվ հագուստի համար ինչու եք տանջվում։ Նայեք վայրի շուշաններին, ինչպես են աճում, ոչ ջանք են թափում, ոչ էլ մանում։ Ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։ Իսկ եթե դաշտի խոտին, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է գցվում, Աստված այդպես է հագցնում, որքան առավել ձեզ կհագցնի, թերահավատներ։ Հիմա մենք չպիտի ասենք, մտածենք, որ Հիսուսն ասում է դուք ոչինչ մի արեք, մի աշխատեք ու Աստված ձեզ բրենդային շորերը հագցնելու, կամ ձեր ցանկությունը պիտի բրենդային շորերը լինեն, դա չի ասում։ Ամբողջ խոսքը նրա մասին է, ում պիտի վստահես քո կյանքի համար, կլինի հագուստը, կլինի ուտելիքը, դարդ անելով կլինի, այդ ամենը քո կուռքը սարքելով, ուր կհասնես, ոչ մի բանի։ Ասում եմ ձեզ, չէ, ուրեմն մի մտահոգվեք ասելով ինչ ենք ուտելու, կամ ինչ ենք խմելու, կամ ինչ ենք հագնելու, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքը ունեք։ Դուք նախ Աստծո արքայությունը ու նրա արդարությունը փնտրեք, եւ այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Ահա բանալին։ Աստված գիտի, որ մենք ուտելու կարիք ունենք, որ մենք խմելու կարիք ունենք, որ մենք հագուստի կարիք ունենք, բայց նախ մենք պիտի փնտրենք Աստծո թագավորությունը, Աստծո հետ հարաբերվելը, Աստծուն, իսկ մնացած այդ բաները աշխատանքի միջոցով կամ այլ կերպ Աստված մեզ կտա։ Աստված նույնը արեց Ադամի ու Եվայի հետ, երբ նա մարդկանց ստեղծեց, Աստված էր ստեղծել, նա գիտեր, որ նրանց ուտելու բան է պետք, եւ տվեց ամբողջ ծառերն ու բուսականությունը նրանց։ Երբ նրանք մեղք գործեցին ու այդ ծառի տերևով իրենց ամոթալի տեղերը փակեցին, Աստված առաջին կենդանուն զոհեց ու նրանց շորեր հագցրեց։
Աստված գիտի մեր կարիքները։ Խոսքը այստեղ այն մասին չի, որ մենք կարիք չունենք, բայց մեր կարիքների համար ում ենք վստահում, որտեվ եթե երբ որ մենք Աստծուն չենք վստահում, մենք մեր կարիքները կարող ենք կուռքեր դարձնել ու գնալ սխալ ճանապարհով։ Դուք նախ Աստծո արքայությունը ու նրա արդարությունը փնտրեք, եւ այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Սառան վերադառնալով սցենարին, Սառան նաև կարիք ունի սահմանափակելու իր աշխատանքային ժամերը եւ ժամանակ դնի աղոթքի համար, որ կարող է օգնել Սառային կենտրոնանալ Աստծո վրա, ով Սառայի ու մեր բոլորիս իսկական մատակարարն է եւ հոգ տանողը։ Եվ վերջին հարցը այսօր. ինչպես կարող է կռապաշտության գործընթացը հասկանալը օգնել Սառային խուսափել նույն ցիկլը կյանքի այլ ոլորտներում կրկնելուց։ Եթե Սառան հասկանա եւ ընդունի, թե ինչպես հաջողության հասնելու իր ցանկությունը վերածվել է կուռքի, դա կարող է օգնել Սառային զգոն լինել իր կյանքի այլ ոլորտներում։ Բացահայտելով ցանկությունները, որոնք կարող են վերածվել պահանջարկի կամ ակնկալիքների, Սառան կարող է կանոնավոր կերպով քննել ու գնահատել իր սիրտը, իր սրտի ցանկությունները եւ դիմել Աստծուն, խնդրելով Աստծուն, որ վետո դնի այն ցանկությունների վրա, որ լավ չեն կամ պիտի համապատասխանեցվեն Աստծո ցանկություններին եւ փնտրի Աստծո առաջնորդությունը, որպեսզի Սառան իր ցանկությունները Աստծո կամքին համապատասխան պահի ու կանխի հետագա հնարավոր կռապաշտությունները եւ դրանց վնասակար ու կործանարար գործը իր կյանքում։ Այսքանը այսօր Աստված օրհնի եւ պահպանի ամենքիս։ Թող Աստված այնքան բարի գտնվի մեր հանդեպ, որ շարունակի մեզ դաստիարակել։ Թող Աստված դնի մարդիկ մեր կողքին, ովքեր սիրով, բայց կասեն մեզ ճշմարտությունը, որպեսզի մենք մեր սխալ ճանապարհներից հետ դառնանք։ Փառք Աստծուն բոլոր նման մարդկանց համար։ Ամեն։